Թող Աստված փառավոր լինի։ Թող Աստված փառավոր լինի։ Երկու ուղղություն ուզում եմ ոնց ասած ճշտումցվի, ինչպես այսինքն նկարահանված արթնությունը Հայաստանում դա պարզավոր ոչ թե միայն այդ թվականից է քրիստոնեությունը, այլ դա առաքյալներից այդպես եկե հասել է մեզ։ Առաքյալներից է եկել։ Դա նոր բան չի եղել։ Առաքյալներից եկել է։ Իսկ ինչ վերաբերի իմ համար, որ գրված է ծառայությունը Հայաստանից դուրս ես իմ տարբեր տեղեր, պարզավոր դա էլ ճշտում, որպեսզի ամեն տարածքում իրանք ունեն իրանց ավակները, վերջերջով իրանց ծառայողները, Աստված ինձ կանչել Հայաստանի համար։ Շատ անգամ դուրս են ինձ կանչում, ասում եմ ես հենց այստեղ շատ ծառայություն ունեմ։ Աստված թողնի ձեզ։ Այսպես է գրված Սուրբ գրքում։ Սովորաբար, եթե Աստծո տուն է, նշանակում տանը մի հոգի ծառա չի։ Տան մեջ շատ ծառաներ պետք է լինեն։ Ինչպես Աստված եկեղեցում տվեց առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, վարդապետներ, հովիվներ, այդ բոլորը եկեղեցու շինության համար է։ Եկեղեցու շինության համար։ Ես ուզում եմ կարճ հորդորական խոսք ասել, Սամվել եղբայրը կավելացնի։ Մովսեսը իր ժամանակում, որ սովորաբար շատ ժողովուրդ էին, Իսրայելի ժողովուրդը շատ մեծ էին, ինքը միայն չարչարվում էր։ Մինակ տանջվում էր առավոտից մինչև իրիկուն, բոլոր հոգսերի վրա էր։ Հոտոր իր աները աստվածապաշտ լինելով, ասեց Մովսես, հիմա մտիկ կրի, սա գրված է Ելից 18-րդ գլուխ 15 խոսքը։ Հիմա մտիկ կրի իմ խոսքս, ես քեզի խրատամ։ Սա ասում է Հոթորը իր աները Մովսեսին։ Եվ Աստված քեզ հետ պիտի լինի։ Ժողովրդի համար Աստծո առջև դուն գնա, որպեսզի շատերը, որպեսզի դատերը դու ներկայացնես Աստծուն եւ նրանց սովորացնես։ Եվ շարունակություն ասում է. Ուստի դուն բոլոր ժողովուրդեն կարող մարդիկ, Աստծմե վախեցող, ճշմարտասեր, ագահություն ատող մարդիկ ընտրե եւ ասոնք հազարապետներ, հարյուրապետներ, հիսունապետներ ու տասնապետներ դիր նրանց վրա։ Այսինքն դու միայն չես կարող այդ ծառայություն անել։ Այդ հոգսը դու միայն չես կարող կրել։ Եվ հազարապետներ, հարյուրապետներ, տասնապետներ, որ նրանք էլ կարողանան ծառայություն անել, որովհետև մենք գիտենք, որ մարդու մարմինը մեկ է, բայց անդամները շատ են։ Չի կարող նորիցմ աչք ասել, ձերքին դու ինձի պետք չես։ Կամ ոտքը ձերքին ասել դու ինձի պետք չես։ Ամեն մի անդամ իր գործը պիտի անի։ Այդպես էլ եկեղեցին։ Բայց պետք է որպեսզի հավատարիմներ լինեն։ Ինչպես որ կարդում ենք Տեր Հիսուսը իր ժամանակում այս խոսքերը որ գրել է մեզ համար, սա գրված է Մատթեոս 24:45-ից 24:45-ը։ Ուստի ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառա, զորիր Տերը իր ծառաներու վրա դրեց, որպեսզի ժամանակին անոնց կերակուր տա։ Երանի այն ծառային, զորիր Տեր եկած ատեն այնպես հրած պիտի գտնե։ Ճշմարիտ կսեմ ձեզի, որ իր բոլոր ունեցվածքին վրա պիտի կեցնե զանիկա։ Այն ծառան, որ հավատարմությամբ է անում, Աստված իր ունեցվածքի վրա պիտի կանգնեցնի։ Իսկ գրված է շարունակությունը, չեմ կարդում շարունակի պատճառով, չար ծառան, որի սրտի մեջ ասում է, իմ Տերը իր գալը ուշացնում է, ու սկսի ծառայկիցները ծեծել, գինովնալ, շատ վատ բաներ անել, եւ գրված է Տերը պիտի հայտնի այնպեսի ժամանակ, որ ինքը չգիտի։ Նրա բաժինը կեղծավորների հետ պետք է դնի, որտեղ պետք է լինի լաց եւ ատաների կրճտոց։ Համատարմության հետևողի համար ինչպեսի բան է պատրաստված, ոչ հավատարիմ ուրիշ բան է պատրաստել։ Աստված օգնի, որ մեր Գևորգ եղբայրը, մնացած ծառայող եղբայրները ամեն ինչի մեջ հավատարիմ լինեն։ Տեր Հիսուս ասեց. քչի մեջ հավատարիմը, շատի մեջ էլ հավատարիմ պետք է։ Քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ կլինի։ Աստված օգնի, որ դրանք կարողանան հավատարմորեն Աստծո խոսքը փոխանցել մյուսներին, որտեղ գրված է Պողոս առաքյալն ասում է Տիմոթեոսին, եւ այս խոսքերը շատ ժողովրդի առջև հանձնիր հավատարիմ մարդկանց, որ նրանք էլ կարողանան ուրիշներին սովորացնել, մաքուրը փոխանցել ժողովրդին։ Թող Աստված օրհնի։